Partnerներին այսօր խոսել եմ մի փոքր աշխարհից, աշխարհը իսկապես շատ է խառնվել, արդեն աշխարհի բոլոր անկյուններում է նախապատրաստական աշխատանքներ գնում պատերազմի, ոնց որ Հայաստանն էլ էս մոլորակից չլինի, էլի, այդ կանադառնանք, եւ խոսելու եմ ազգային ժողովրդավարական բևեռի, ասել է թե մեր քաղաքական թիմի որոշման մասին, մեր ազգային ժողովրդական բևեռի խորհուրդը եւ ազգային ժողովրդական բևեռը որոշեց մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին եւ փոքր խոսեմ ընտրություններից, բայց սկզբում խոսեմ խառը աշխարհից, երբ որ լսում ենք աշխարհի տարբեր երկրներ ինչպիսի վերաբերմունք են արդեն ուզում ցուցաբերել Իրան, Պարսկաստան կամ Իրան-Իսրայել, ավելի շուտ Իրան, Ամերիկա կներեք եւ Իրան-Իսրայել պատերազմին, որոշ երկրներ նույնիսկ իրենց մոտ արդեն փորձում են Ամերիկայի հետ կապված իրենց պատկերացումները փոխել, որովհետեւ որից մեկին կասկածելի կլներ, ասենք, մեկ ամիս առաջ, որ ասենք Պարսկաստանը կարող էր, Իրանը կարող էր մեկ ամսից ավել դիմանալ այդ երկու պետությանը, ասենք Իսրայելին դեռ այդքան չաշվենք, բայց քիչ պետություն չէ իմիջայլոց ռազմական առումով, բայց երբ որ տեսնում են, որ Իրանը կարողանում է դիմանալ, իհարկե դե Ամերիկան էլ գիտենք պատերազմը ոնց է վարում, նենց չէ որ ինքը ուզում է ոչնչացնելու չի ստացվում։ Համենայն դեպս Պարսկաստանը ցուցաբերում է տակտիկական գործողություններ, որով դեռ կարողանում է դիմանալ։ Եվ իմանում ենք, որ այս առիթից օգտվելով, օրինակ Չինաստանը, որը Թայվանի հետ կապված լուրջ խնդիրներ ունի, եւ Թայվանի, ասենք, հովանավորը Ամերիկայի Միացյալ Նահանգներն է։ Տեղեկանում ենք, որ չինական սահմանապահ նավերը, ռազմական նավերը մոտեցել են Թայվանի մի քանի մանր կղզիների ընդհուպ մոտեցել են այդ կղզիներին, այսինքն ջրային հատվածը սահմանը խախտել են։ Այսինքն ոչ թե գրավել են, ոչ թե ռազմական գործողություններ են տեղի ունեցել, այլ մոտեցել են այդ կղզիներին, նույնիսկ որոշ կղզիներ արդեն ափերում են, խոսքը Թայվանին պատկանող փոքր կղզիների մասին է մի քանի, այսինքն Չինաստանը տեսել է, որ եթե Իրանը կարողանում է Ամերիկային դիմանալ, ուրեմն ինքն էլ կկարողանա, եւ շատ վատ կլինի, եթե Չինաստանը շարունակի ու հանկարծ բանը հասնի նրան, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները սկսի ռազմական գործողություններ կամ աջակցի Թայվանին, ասի դե որ այդպես է, մի կռիվեր այդտեղ բացեք, ասենք ոնց որ ռուսական աշխարհը մեջտեղից կիսեցին խախոլներին ու ռուսներին, ասեցին դե իրար կերեք, շատ կներեք նման արդայության համար, որովհետև այս պատերազմին որքան էլ նայում ենք, որ ուկրաինացի ժողովուրդը փորձում են ինքնուրույն ապրել, իրենց ուզած ձևով ապրել, ավելի ժողովրդավար ապրել, ռուսները թույլ չեն տալիս, թեկուզ եւ արյունակից հարազատ աղբերներ են, ասել թե իրենք են, տարբերություն չկա, բայց այնուամենայնիվ ինձ համար նաեւ այստեղ բարոյական կողմ կա, որ երկու եղբայր չեն կարողացել իրենց հայրական օջախը կիսել եւ այնպես ապրել, որ իրար չխանգարեն, ստացվել է, որ խանգարում են։ Եվ Թայվանն էլ չինական տարածք է եղել, Չինաստան է կարելի ասել, բայց հիմա անկախ է ինքը եւ Ամերիկայի ջանքերով մնում է անկախ եւ կարող է եւ այնտեղ էլ ինչ-որ մի բան սկսվի եւ ինչու՞ չէ Չինաստանին թույլատնելու առումով։ Սա շատ ծանր հետևանքներ իսկապես կարող է ունենալ արդեն, նամանավանդ երբ որ իմացանք, որ Թրամփը խնդրել է Սենատին, խնդրել է Ներկայացուցիչների պալատին, որ ռազմական բյուջեն աշխարհի թիվ 1 պետությունն է ռազմական ծախսեր անող, Ամերիկան նրա ռազմական տարեկան բյուջեն $1 տրիլիոն անցնում է, $1 տրիլիոն, ոչ թե մի քանի 100 միլիարդ, այլ $1 տրիլիոն անցնում է եւ խնդրել է, որ եւս 500, այսինքն 1.5 անգամ մեծացնել ռազմական բյուջեն, նոր հրթիռներ, նոր ԱԹՍ-ներ արտադրելու, այսինքն Ամերիկան պատրաստվում է պատերազմի, Եվրոպան պատրաստվում է պատերազմի, Արևելքը պատրաստվում է պատերազմի, մենակ Հայաստանն է, որ չգիտես
99 տարով ոնց է խաղաղություն բերել, հետնել երաշխավորը այդ խաղաղության իբր թե Ամերիկայի Միացյալ Նահանգներն է, բայց Ամերիկան ինքն է պատրաստվում պատերազմի եւ իր ռազմական ծախսերը մեկուկես անգամ խնդրում է իր օրենսդրին, ներկայացուցիչների պալատին նաեւ, որ թույլ տան ռազմական ծախսերը մեկուկես անգամ ավելացնեն։ Պատկերացնում եք, ասենք, Նիկոլի երաշխավորը ինքն է պատերազմից վախենում եւ ուզում է պաշտպանվել, ծախսերը ավելացնում է։ Իսկ մենք ծախս չենք ավելացնում, մենք Նիկոլը ասել է, երկաթյա պողպատե, մենք խաղ ենք ապրել 99 տարի։ Մենակ ես մնամ, թե ինքը 99 տարի ոնց է ապրել, չգիտեմ։ Եվ այդ արդից օգտվելով ասեմ նաեւ, որ Ադրբեջանն էլ է զինվում։ Իսկ մեզ չի կարելի, մեզ անգամ չի կարելի Արցախ արտաբերել, որովհետև հանգարց Ալիևը լսի կարող է ջղայնանալ։ Մենք եթե հանգարց զինվենք, վայ, Ալիևը կմտածի ռևանշ ենք անում եւ կհարձակվի մեր վրա պատերազմ կանի։ Այսինքն մենք անգամ չպետք է զինվենք, որ Ալիևը հանգարց չբարկանա։ Մենք խաղաղությունը փաստորեն շատ կներեք, սա պետք է ասեմ։ Նիկոլի ասած խաղաղությունը դա որ մենք շատ կներեք մեր հետույքը միշտ լվացած պահենք, որ Ալիևը չբարկանա, ուրիշ ոչ բան չպետք է անենք։ Ես այդպես եմ հասկանում։ Եթե Արցախից չենք խոսում, ցեղասպանությունից չենք խոսում, հայոց պատմությունից չենք խոսում, հա, Արարատից չենք խոսում, ցեղասպանությունից վերջը չենք զինվում, այս վերջերս էլ տեսակ արդեն բացահայտվում է դրանց պայմանությունները, որ Արցախյան պատերազմի մասնակիցներին իրենց կոչումներից զինվորական պարգևներից պետք է զրկել, որովհետև նրանք ոչ թե ազատամարտիկներ են, այլ հանցագործներ են։ Նման հարց է քննարկվում, արդեն այդ առաջարկությունը Նիկոլին արվել է, Եռաբլուրը կարող է փակվի որպես հանցագործների, ասենք, գերեզմանոց, ազգային հերոսները Մոնթեից սկսած բոլորը դառնան արդեն հանցագործներ։ Մենք ովքեր պայքարել են, ով էլ խելոք չմնա, Ալիևին ասի, այս մարդկանց անունները կարող ես բաց ասել, ես էլ բռնեմ տամ քեզ։ Վերջը, ասեմ, որ աշխարհի կանադառնամ մեր խնդիրներին, իմ անհանգստությունը իսկապես մեծացել է, որովհետև Նամանավանդ Պարսկաստան Ամերիկա պատերազմն էլ որ ձգձգվում է ավելի իհարկե մեզ ձեռնտու էր որ Իրանում իշխանափոխություն լիներ այս ընթացքում որը ձգձգվում է դեռ չգիտեմ Ամերիկայում ասում են կարելի է համարել որ այդ process-ը սկսված է եւ շուտով կավարտվի իշխանափոխության որովհետեւ ըստ Թրամփի ինչ որ մարդկանց հետ ինքը արդեն բաներ է պայմանավորում բայց պարսիկներն ասում են այսինքն գործող իշխանությունն ոչ գործող իշխանության հետ, չգիտեմ ում են գտել Պարսկաստանում, որոնք ազդեցիկ են, դրանց հետ ինչ-որ բաներ են արդեն պայմանավորում, բայց պարսիկներն ասում են, դες բան չկա, այսինքն Թրամփի, չգիտեմ, ստերն է, միգուցե, չեմ կարող ասել, իրեն խոսում է կարող է իսկապես կա այդ հարաբերությունները, որը պարսիկները չգիտեն, հա։ Վերջը աշխարհը շատ խառն է եւ բոլորը պատրաստվում են պատերազմի եւ Աստված մի արասե կարող է եւ կռիվը գնել մեր տուն։ Ինքան հեշտ է մեր տուն կռիվը գցել այսօր, շատ հեշտ է, որովհետեւ Ադրբեջանին օգտագործելու են հրեաները Իսրայելը, իսկ այդ ժամանակ մենք գիտենք, որ Մեղրու հատվածով, եթե հանգարց ցամաքային գործողություններ սկսվի, չնայած Իսրայելը չպետք է անի ցամաքային գործողություններ, մենակ Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք է անի, եթե անեն Իրանի հետ, իսկ Ամերիկան արդեն ցամաքային գործողություններ ափից կարող է ներխուժել ծովից, բայց եթե հանգարց Իսրայելն էլ միացավ, հաստատ Ադրբեջանի տարածքն է օգտագործելու, իսկ այդ ժամանակ Ադրբեջանը հաստատ պայման է դնելու, որ եթե պետք է իմ տարածքից մտնենք, ուրեմն ես էլ եմ հետդ, ուրեմն Պարսկաստանից պաշտպանվելու համար պետք է Սյունիքը մեր հսկողության տակ լինի։ Այդ միջանցք բանը պետք է մենք վերցնենք, ասենք կռվի ժամանակ պարսիկները չմտնեն Հայաստանով գնան թիկունքից գան հարվածեն։ Օրինակ, կարող են նման տակտիկական, ասենք պահանջ ներկայացնել Ամերիկային, որ Սյունիքը պետք է մենք վերահսկենք, եթե պատերազմը թեժանա եւ ցամաքային գործողություններ լինի, օրինակ, սա իմ ենթադրությունն է,
Չէ, ասենք պատկասեք Ադրբեջանի տարածքից հարձակվել են կամ Թուրքիայի տարածքից էլ եթե հանգարց ստացվի Ամերիկային հաջողվի թուրքերին պարտադրել եւ այլ ճար չունենան թուրքերը, չնայած չեմ կարծում որ կհամաձայնեն, բայց դե նայած ինչի դիմաց թուրքերը ամեն ինչի ընդունակ են, նայած ինչ կուզենան, Հայաստանը ոտքի տակ կգնա։ Իրենք կարող է ոնց որ Պուտինին դեմ տվեցին Հայաստանը Արցախը վերցնելու համար, այդ նույն ձևի կարող են Ամերիկային դեմ տան։ Վերջը, անհանգստությունը շատ մեծ է, որքան էլ Նիկոլին ասում է խաղաղություն են բերել եւ ասեմ տկար դու դեռ խաբար չես, թեկուզ եթե դու sense խաղաղել տանդ քնում ես, Ալիևը այնտեղ փաստաթղթեր է սարքում, որ քո տարածքը դա արևմտյան Ադրբեջանը եւ քո ունեցվածքը իրենն է։ Sense խաղաղ քնելու ես արտնանաս, մի քանի տարի դու իմանաս, որ դու ոչ տուն ունես, ոչ գերեզման ունես, կարող է թողնես ու փախնես։ Սա իմիջ այլոց ասեցի։ Վերջը աշխարհին ցանկանանք խաղաղություն։ Իսկապես շատ վատ վիճակում է աշխարհը, իսկապես տնքում է երկիր մոլորակը։ Դառնալով մեր խնդրին ազգային ժողովրդական բևեռը որոշեց մասնակցել ընտրություններին, որովհետև իսկապես խառը իրավիճակ է, ինչ ենք մենք կամուկացի, որովհետև մենք քաջ գիտակցում ենք, որ թրքաբոլշևիկյան ռեժիմը երբեք արդար ընտրություններ չի կազմակերպելու եւ ազգային ուժերը, ասենք Հայաստանի վրա հիմա Թուրքիան եւ Ադրբեջանը լուրջ ազդեցություն ունեն, նաեւ Կրեմլը հաստատ ազգային ուժերին թույլ չեն տալու խորհրդարան մտնի, ուզում է 90% քվե հավաքի եւ իրենք նկարելու են 1.5-2% լավագույն դեպքում։ Այսինքն մեր որոշումը շատ ծանր է եղել կայացնելը, այսինքն այնպես չէ որ մենք պետք է անտարբեր նայենք թե ինչպես են կեղծում, մենք մեր 21 թվականից հետո մենք մեր գործունեությունը չենք կասեցրել, մենք ընտրությունից ընտրություն չենք ակտիվանում, մենք միշտ ակտիվ ենք, աշխատել ենք եւ ելի աշխատելու ենք անկախ ամեն ինչից, բայց քանի որ որոշել ենք մասնակցել, պետք է նաեւ մեր պայքարը ընտրություններով կերտենք, ընտրությունների մասնակցելով պետք է ձևավորենք մեր պայքարը նաև ու ելի եմ կրկնում, սա չի նշանակում, որ մենք վստահում ենք գործող իշխանությանը, որ ինքը իզորու է կամ ի վիճակի է կամ կամք ունի խաղաղ, արդար, ազնիվ, թափանցիկ ընտրություններ կազմակերպելու, որովհետև կան քաղաքական թիմեր, որոնք մի քանի ամսեկան են, ասենց շռնդալից ասենց մտել են քաղաքական դաշտ, ասում են մենք ոչ միայն շեմն ենք հաղթելու հաղթարելու, այլ սենց ենք անելու են, սենց արդեն իրենք մտել են քիչ չէ, ինչ-որ մեկին էլ պատկերացնում են, դել է մտել, դրա հետ դաշինք են կազմում, իշխանությունը վերցնում են, չգիտեմ Ադրբեջանի հետ ինչ են անում, չգիտեմ Ռուսաստանի հետ ոնց են անում, արդեն այդպես բաներ կա էլի, բայց BVR-ը այսօր խորհրդի անդամները շատ ծանրակշիռ ձևի իրենք ասացին, որ նպատակը որ խորհրդարան անցնելն է, ոչ թե մեծամասնություն կազմելը, դե բնականաբար ուրիշ բանի համար չեն պայքարում, բայց եւ չասեցին, որ մենք 100% անցնել ենք, որովհետեւ կեղծարար մեքենան կա դեռ։ Այ եթե չլիներ այդ գործիքը կեղծարար, մենք ոչ թե խոսենք շեմը հաղթելու կամ կամուկացով, այլ մենք իսկապես հաղթելու տրամադրություններ կունենանք, բայց էլի չէինք այդպես կուրս ցեցելու ամբողջ մենք հեսա գնանք, մտնենք, էս անենք, այն անենք, այն անենք։ Սիրելի անություն, ուրեմն որոշել է ազգային ժողովրդական բևեռը մասնակցել ընտրություններին, աշխարհքաղաքական իրավիճակի փոփոխությունների ֆոնին կարող է Հայաստանում մի իրավիճակ առաջանա, որ ասենք քնենք ու արդյունք իմանանք դրանք Նիկոլը, Ռոբերտը, Սերժիկը ճամբրուկները վերցրել փախել են։ Չի բացառվում։ Այսինքն այդ իրենք ախպերներ են իրականում, որովհետև իրենք երեքն էլ կատարել են Պուտինի, Լավրովի ծրագիրը։ Պուտինի կամքով են Արցախը Հայաստանից անջատել են, Լևոնից սկսած անջատած պահել են, եկել է Պուտինի տեղը նեղվել է, ասել է դե այդ անջատած Արցախը ինձ պետք է մի տամ Ալիևին, այնտեղ Էրդողանի խաթերն առնեմ, սիրտը շահեմ, որ ինձ չնեղացնի, որ ինձ օգնի, ես Ուկրաինայում տենամ ինչ եմ անում, եւ այլն եւ այլն։ Էլ գնաց Ուկրաինայում ոչ թե արեց, իրեն արեցին, հիմա թուրքերից էլի է խնդրում, նրանք էլ ասում են Հայաստան, ոչ թե Արցախ, արդեն տեսնում ենք, որ արևմտյան Ադրբեջանը է շրջանառության մեջ դրել եւ լուրջ քարոզարշավով լուրջ փողեր է դրվում, պետական հովանավորություն կա Ադրբեջանի կողմից, իսկ մեզ արգելում են արևմտյան Հայաստանից խոսել,
մեզ արգելում են Արցախ բառ արտաբերել, այսինքն արգելում են, բայց արտաբերող արտաբերում է, հա, միևնույն է, բայց քանի դեռ այս իշխանությունն է, այսինքն մեր պետությունը արտաքին աշխարհում ինքը պետք է պահանջներ ներկայացնի, մենք որից է պահանջ չենք ներկայացնում, մենք կատարում ենք Ալիևի պահանջները։ Եթե մնաց Նիկոլը, Արևմտյան Ադրբեջանը իրականություն է դառնալու, ինքը չի դիմադրելու։ Եթե Հայաստանում լինի ազգային իշխանություն, Ալիևին դատարան է քաշ տալու, Պուտինին դատարան է քաշ տալու, Նիկոլին դատարան է քաշ տալու, Ռոբերտին, Սերժիկին, Լևոնին դատարան է քաշ տալու։ Սրանք բոլորը Պուտինի հետ, Ալիևի հետ համագործակցել են ու մեզ այսօրն են գցել։ Ասելս այն է, որ մենք որոշել ենք մասնակցենք անկախ ամեն ինչից եւ սիրելի հանրություն, ձեր աջակցության բնականաբար կարիքը ունենք։ Դուք գիտեք, մենք չունենք օլիգարխներ, Հայաստանն էլ չունի ազգային բուրժուազիա։ Մասնավոր ինչքան փողատեր կա, Պուտինի շնիկներն են։ Որոշներն արդեն Բաքվի հետ են աշխատում, էլ չասեմ անունը լավ հասկանում եք։ Հա, այսինքն այդ մարդկանց միլիարդները Հայաստանին գծառային ժամանակ երբ որ թույլ կտան եւ ինչ նպատակի էլի կգրվի, էլի այս նպատակով կարող եք փող ծախսել, այսքան, բայց այս նպատակով չեք կարող, ասենք ռազմական նպատակով չեք կարող, օրինակ։ Իսկ եթե մենք ունենայինք ազգային բուրժուազիա, այսինքն իշխանությունները իրենց մարդկանց չէին սարքում, չինովնիկ, փողատեր, որ հետո կառավարեն, այսինքն լիներ Մանթաշովի պես մեկը, որ ինքը այտենց իրենով աշխատել հարստացել էր եւ ոչ մեկին հաշվետու չէր, հաստատ Մանթաշովը ազգային ժողովրդավարական բևեռին կնկատեր եւ կֆինանսավորեր։ Բայց քանի որ հիմա չկա, ասենք, այդ Ծառուկյանները, չգիտեմ, Գրզոնները, Լֆիկները, Մֆիկները բոլորը ծառայում են օրվա ռեժիմին։ Սամվել Ալեքսանյանը Լֆիկն է, չէ՞ կարծեմ։ Սամվել Ալեքսանյանը հիշում եք, էլի Ռոբերտից եկավ, տենց Սերժիկով, հիմա էլ Նիկոլով, ասենք ոնց է լինում այդպես։ Ոնց է լինում։ Հասկանում եք, չէ՞։ Կամ ընտրությունների նախաշեմին ոնց է լինում, ասենք Սամվել Կարապետյանը ազատ արձակվեց MUS-ը, Սասնացրերը բանտում են։ Գիտեք ինչ են Սասնացրերը բանտում։ Այ որ լսեք Վարժան Ավետիսյանին կհասկանաք։ Բաքվում, Թուրքիայում, Անկարայում լսել են, տեսել են մարդը ինչ է արտաբերում կամ բևեռը ինչ է արտաբերում։ Իրենք հասկացել են, որ կոնկրետ իրենց մահն են արտաբերում այս մարդիկ, դրա համար ասել են, որ դրանք պետք է փակիտակ լինեն։ Դրանք պետք է փակիտակ լինեն, որովհետև դեռ պատերազմը չսկսված 18-19 թվականին մենք ասում ենք, որ Արցախի աբխազացում է տեղի ունենալու։ Այսինքն հələ Նիկոլն եկել էր, վայելում էր իր փառքը, հələ 44-օրյա պատերազմ չկար, մենք արդեն ասում ենք, եւ մարդիկ կային մեզ ասում են, էլի չկա մեկ աթոռեք ուզում, ձեզ բանտեղ չդրեցին, ձեզ չթողեցին խորհրդարան մտնեք, ես չարեք նախանձում եք, չգիտեմ ես ինչ եք անում։ Դուք պատերազմի կուսակցություն եք։ Հիմա Նիկոլը 3 պատերազմ է բերել, երկիրը մեջտեղից կիսել է, հետո նորից ասում է ինձ չընդրեք, էլի պատերազմ է լինելու։ Ընդրում են պատերազմ է լինում, չեն ընդրում պատերազմ է լինում։ Էս ինչ ես արել, տղա։ Իսկ եթե Սասնացրերը գային իշխանության, բանակը զինե, ինչ ասեին Ալիևի ունկերին նայեն, կամ Պուտինի թույլտվությանը նայեն, եւ արևմուտքում լուրջ դաշնակիցներ ձեռք բերեին։ Ալիևն շուններ, որ հարձակվեր Հայաստանի վրա։ Կամ Պուտինում շուններ, որ նստեր սցենար գրեր պատերազմի, թե ոնց պետք է կռվենք, ինչ պետք է անենք, որ մենք պետք է պարտվենք, որ հողը մնա Ալիևին, մենք էլ լուրջ կորուստներ ունենանք, որ խելքներս գլուխս չգա։ Նիկոլի պես վիճվածքն էլ գա մեզ ծաղրի, գնա տրնգի տա, տրճկի գա, բան անի, հարվածային գործիքների վրա նվագի, չգիտեմ, բլիթներ ուտի, բուլկիներ ուտի, եգիպտացորեն կրծի, վազիդեն, ժպտա, հանականի ասես, ոչ մի բան չի եղել։ Սիրելի հանրություն, մնացած, թե ինչ ենք անելու, ոնց ենք անելու, միասին ենք անելու ձեր հետ, ովքեր բևեռի կողքին են, մենք լրացուցիչ կտեղեկացնենք եւ առաջ։ Պետք է այնպես անենք, որ Հայաստանը փրկենք թրքացումից։ Եթե մենք առաջ ուզում ենք, մտածում ենք Արևմտյան Հայաստանի համար, մտածում ենք Նախիջևանը, այսինքն Վիլսոնի իրավարար վճիռը, այսինքն դա ուժի մեջ է։ Նիկոլը մեզ այն օրն է գցել, որ մենք հիմի առաջնային մեզ համար դարձել է Հայաստանը թրքացումից փրկել, հետո նոր անցնել Վիլսոնի իրավարար վճիռին։ Այսինքն մեզ հետ է գցել Նիկոլը։ Մենք հələ
բազում բաներ ունենք անելու։ Եղեք խոհեմ, մնաք խաղությամբ եւ հնարավորինս աջակցեք ազգային ժողովրդավարական բևեռին։ Առայժմ